Բարև ձեզ, սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մենք այսօր առողջ ենք, կենդանի ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սորել իր դասերը։ Մենք գիտենք, որ արդեն վերջին երամսյակն է այս տարվա 4-րդ, եւ մենք այս երամսյակում ուսումնասիրում ենք Հեսու գիրքը եւ արդեն հասել ենք երկրորդ դասին, որը կոչվում է Զարմանալի շնորհ։ Ուսումնասիրելով այս բոլոր դասերը մենք դասեր ենք քաղում մեր կյանքի համար։ Ուրեմն մենք գիտենք, որ երբ որ Իսրայել ազգը դուրս եկավ Եգիպտոսից, նրանք 40 օր անց արդեն Քանանի կամ ավետյաց երկրի սահմանին էին եւ հնարավորություն էին մտնելու։ Աստված ասեց մտեք, ես այս երկիրը տալիս եմ ձեզ, բայց Մովսեսը որոշեց, որ 12 հատ 12 հոգու պիտի ուղարկի, որպեսզի ուսումնասիրեն այդ երկիրը, եւ երբ որ սրանք հետ եկան, 10 շատ բացասական բաներ ասեցին եւ միայն 2-ը դրական ասեցին։ Այսինքն ասին մենք չպիտի վախենանք, որտեղ մեր Աստված ավելի ուժեղ է, քան այնտեղ ապրող ժողովուրդը, բայց ժողովուրդը չլսեց, այս երկուսին լսեց 10-ին եւ ամեն ինչ խափանվեց, ձախողվեց։ Եվ իրենք ստիպված էին 40 տարի դեգերել անապատում, մինչև այդ հին սերունդը մահացավ եւ նոր սերունդը արդեն պատրաստ էր մտնել եւ իրենք 40 տարի հետո մոտեցան նորից ավետյաց երկրի սահմանին, որպեսի մտնեն եւ գրավեն այդ երկիրը։ Եվ կարելի է կարծել, ուրեմն Իսրայելին տրվեց ավետյաց երկիրը մտնելու երկրորդ հնարավորություն, առաջին հնարավորությունները կորցրեցին։ Նույնը մեր կյանքն է։ Առաջին հնարավորությունը մենք կորցրեցինք, երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին, բայց Աստված տվեց մարդկային ցեղին երկրորդ հնարավորությունը, չոչացրեց մարդկային ցեղին։ Ամեն մի ծնված երեխա հնարավորություն ունի ընտրելու լույսը, ընտրելու Աստծուն, ընտրելու Հիսուս Քրիստոսին եւ փրկվելու։ Բոլորը ունեն հավասար հնարավորություն եւ միայն մեր ընտրությունից է կախված արդյոք մենք կընտրենք փրկությունը թե ոչ, կընտրենք հավիտենական կյանքը թե ոչ։ Հիմա էլ երկրորդ հնարավորությունը տրվեց Իսրայելին ավետյաց երկիրը մտնելու եւ Հեսուն լրջորեն է վերաբերվում այդ առաքելությանը։ Եվ որպեսզի ինքը հստակ պատկերացնի, թե ինչի հետ է բախվելու, նա ուղարկում է երկու լրտեսների, որպեսզի արժեքավոր տեղեկություններ բերեն երկրի մասին, պաշտպանության ու ջրամատակարարման համակարգերի, ռազմական պատրաստվածության եւ ներխուժող ուժի դեմ բնակչության մեջ տիրող տրամադրության։ Կարելի է կարծել, որ իսրայելացիներին երկիրը տալու Աստծո խոստումը նրանցից որևէ ջանք չի պահանջելու, սակայն աստվածային աջակցության հավաստիացումը չի վերացնում մարդկային պատասխանատվությունը։ Իսրայելը երկրորդ անգամ է կանած Քանանի սահմանին, ակնկալիքները մեծ են, սակայն վերջին անգամ, երբ Իսրայելը սահմանին էր եւ ուներ նույն առաջադրանքը, այդ ողբերգական ավարտ ունեցավ։ Եվ այսօր մենք ուսումնասիրենք Հեսուի գրքի երկու ամենահետաքրքիր պատմությունները եւ կբացահայտենք, թե այսօր դրանք ինչ առնչություն ունեն մեր հավատի հետ։ Աստծո շնորհը մեզ զարմացնելու անսահման հնարավորություններ ունի։ Եկեք կարդանք Հեսու 2-րդ գլխի առաջին համարը։ Նավեի որդի Հեսուն Սատեմից գաղտնաբար 2 մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար եւ ասաց գնացեք տեսեք այն երկիրը եւ Երիքովը։ Ուրեմն Աստված երկրորդ եւ ավելի հնարավորությունների Աստված է։ Աստվածաշունչը երկրորդ հնարավորությունը եւ ավելին անվանում է շնորհ։ Շնորհը պարզապես ստանալն է այն, ինչին մենք արժանի չենք։ Աստվածաշունչը, այսինքն այդ նոր
սերունդը չէր արժանացել այդ շնորհին, ուղղակի Աստված իր ողորմությամբ տվեց երկրորդ հնարավորություն։ Աստվածաշնչյան ուսմունքը լի է շնորհի գաղափարով, Հռոմեացիս 5:2, Եփեսացիներ 2:8, Հռոմեացիս 11:6, Աստված գթասոր տրոն բոլորին առաջարկում է նոր սկզբի հնարություն, ինչպես գրված է Տիտոս 2:11-14 համարում, Պետրոսն ինքը ճաշակեց այդ շնորհը և եկեղեցուն հորդորեց աճել շնորհով։ 2 Պետրոս 3:18 Բարի լուրը սրանով չի սահմանափակվում։ Միթե մենք շատ ավելին չենք ստանում, քան երկրորդ հնարավորությունը։ Կարդանք, շարունակենք կարդալ Հեսուի 2-րդ գլուխը։ Ուրեմն նրանք գնացին, այսինքն այդ լրտեսները, նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը այնտեղ մնացին, Երիքովի թագավորին ասվեց, թե ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ երկիրը լրտեսելու, այսինքն այդ կինը ապրում էր պատի մեջ, և երևի մարդիկ տեսել են, որ սրանք անծանոթ են, այսինքն իրանց հագու կապը այնպիսին չի, ինչպիսին որ կանանացիների ժողովրդի, և ասում են թագավորին, որ երկու անծանոթ մարդ են հայտնվել և տեսել են, որ իրենք մտել են այս կնոջ տունը։ Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ ասելով. Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դուրս հանիր, որտեղ նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու։ Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղից են։ Դարպասները փակելու ժամանակ մութ էր, այդ մարդիկ դուրս եկան և չգիտեմ, թե ուր գնացին։ Շուտ գնացեք նրանց հետևից, որ հասնեք նրանց։ Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել Վուշի ցողենների տակ, որ շարել էր իր կտուրի վրա, մարդիկ Հորդանան գետի ճանապարհով մինչև գետանցները նրանց հետևից ընկան և դարպասը փակեցին նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո։ Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը նրանց մոտ և ասաց այդ մարդկանց. Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումարշ են եղել, որտեղ մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից դուրս եկած ժամանակ, այսինքն իրենք հասկացել էին, որ ուժը ոչ թե հրեաների մեջ է, այլ իրենց Աստծո մեջ է։ Ասում մենք լսել ենք ձեր Աստված ինչ է արել։ Եվ ասում մենք երբ որ լսեցինք վախեցանք, ոչ մեկիս մեջ համարձակություն չմնաց ձեր պատճառով, որտեղ ձեր Տեր Աստված է վերևում երկնքում և ներքևում երկրի վրա։ Ոչ թե որտեղ դուք այնքան արդար եք կամ այնքան ուժեղ եք, որ դրա մենք ձեզնից վախենում ենք, ոչ։ Ասում որտեղ ձեր Աստվածը երկնքում և ներքևում երկրի վրա։ Եվ հիմա աղաչում եմ, ուրեմն մինչև 11 համարը կարդացինք։ Ուրեմն այդ երկրում, այդ քաղաքում, Երիքովում այլասերված մշակույթ էր։ Բոլորը հասել էին իրենց անօրինության գագաթնակետին։ Եվ հետաքրքիր է, որ այս կնոջ մոտ առաջանում է հավատք։ Այն մյուսները կարծում էին, որ իրանք հարուստ պատեր ունեն, հաստ պատեր ունեն, և ոչ մեկ չի կարող մտնել և ոչնչացնել իրենց, և հպարտության մեջ կորած, այդ հանդգնության մեջ Աստծո հանդեպ նրանք չուզեցան հնազանդվել Աստծուն, որտև Աստված ուղարկելուց առաջ հրեաներին ասեց. նայեք, մտնելուց առաջ զգուշացրեք իրենց, որ եթե ուզում են, թող հանձնվեն և կենդանի մնան, եթե չեն ուզում են կռվեն, ուրեմն վերացրեք իրենց։ Եվ այն բոլոր մարդիկ կարծում են, որ իրանք շատ ուժեղ են և ոչ մեկ դրանց չի հաղթի, և հետաքրքիր է, որ այս ընկած կինը միայն
հասկացավ իրականությունը եւ որոշեց ուխտ կապել ճշմարիտ Աստծո հետ եւ որոշեց, այսինքն ինքը հասկանում էր իր կարիքը փրկության եւ մինչեւ հիմա էլ փրկության պայմանները նույնն են, այսինքն մարդը պետք է հասկանա իր փրկության կարիքը, պետք է խոնարհվի, պետք է ապաշխարի, որպեսզի փրկություն ստանա, ինչ արեց Ռախաբը, բայց այն մյուսները իրենց հպարտության մեջ կորան, որովհետև ռեալ չէին մտածում, որտեղ ինքնասիրահարված կարծում էին, որ իրենք են որ կան։ Նույնն էլ կատարվում է հիմա։ Այն մարդիկ, ովքեր ինքնասիրահարված են, ովքեր կարծում են, որ իրանք շատ լավն են կամ շատ ուժեղ են կամ առանց Աստծո հանգիստ կարան յոլա գնան եւ չեն ուզում խաղաղություն անել Աստծո հետ, այլ շարունակում են կռվել Աստծո դեմ իրենց մեղքերով, մնալով իրենց մեղքերի մեջ եւ ռեալ չմտածել, որտեւ Աստծուն ոչ ոք չի կարող հաղթի։ Ոնց էլ կռվես Աստծո դեմ, վերջը պարտվում ես։ Եվ հիմարություն է Աստծո դեմ կռվելը։ Սաղմոսում գրած է, հիմարը իր սրտի մեջ ասած Աստված չկա։ Եվ այն մարդիկ, ովքեր համարվում էին անկած այդ մշակույթում, այս կինը հասկացավ եւ զզվել էր արդեն այդ ամեն ինչից եւ ուզեց նոր կյանք սկսել։ Եվ Հակոբոս 2:25-ի համարը գովաբանում է նրան երկու լրտեսներին հյուրընկալելու եւ նրանց անվտանգ ճանապարհով վերադառնալու ուղղություններ տալու համար քայքայված փչացած մշակույթի եւ Ռախաբի սեփական մեղավոր ապրելակերպի կենտրոնում Աստված իր շնորհով տեսավ հավատի կայծ, որի միջոցով կարող էր փրկել նրան։ Աստված օգտագործեց Ռախաբի մեջ եղած բարին, ակնհայտ հավատն իր հանդեպ եւ իր ժողովրդին պատկանելու նրա ընտրությունը, սակայն Աստված երբեք չգովեց այն, ինչ նա անում էր, այն վատը, ինչ որ անում էր, այլ գնահատեց Ռախաբին իր բացառիկ արիության համարձակ հավատի, փրկության անոթ լինելու եւ Իսրայելի Աստծուն ընտրելու համար։ Ուրեմն հետաքրքիր է, որ Ռախաբը այդ կտուրի վրա, որտեղ սովորաբար աղոթքներ էին մատուցվում սուտ աստվածներին, հեթանոս աստվածներին, ինքը այդ կտուրի վրա խոստովանեց իր հավատքը առ ճշմարիտ Աստված, ասեց ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում երկնքում եւ ներքևում երկրի վրա։ Այսինքն ինքը որոշեց խաղաղություն անել ճշմարիտ Աստծո հետ։ Եվ այս լուրը ամենն էր, ինչ որ պետք է ստանային լրտեսներ, այսինքն Աստված այս կնոջ միջոցով հավաստիացրեց այս լրտեսներին, որ ինքը հաստատ օգնելու է եւ այդ երկիրը տալու է հրեաներին։ Հիմա տեսեք, այս քաղաքի ամեն մի բնակիչ ուներ նույն հնարավորությունը, ինչպես այս կինը, դարձի գալու, խոստովանելու եւ ուղղակի հանձնվելու Աստծո ողորմությանը։ Եվ իրանք էլ ողորմություն կստանային յուրաքանչյուր, որտեղ Աստված Եզեկիել գրքում ասում է, ես չեմ ուզում մեղավորի մահը, այլ ուզում եմ, որ ինքը ապաշխարի, դարձի գա եւ փրկվի։ Այսինքն այս արտահայտությունը, որ արեց Ռախաբը, նախկինում հանդիպում է միայն Աստծո երկրպագություն ստանալու բացառիկ իրավունքի համատեքստով։ Նրա խոսքերը վկայում են կանխամտածված, գիտակցված ընտրության մասին, ընդունելու, որ իսրայելցիների Աստվածը միակ ճշմարիտ Աստվածն է։ Նրա խոստովանությունը ցույց է տալիս, որ նա գիտակցում է սերտ կապն Աստծո գերիշխանության եւ այն դատաստանի միջև, որով Երիքովը դատապարտված է։ Նրա բարոյական ընտրությունն ընդունում է, որ Յահվեի դատաստանի լույսի ներքո կա միայն երկու հնարավորություն՝ շարունակել ապստամբել նրա դեմ եւ ոչնչացվել, կամ ընտրել հավատով հանձնվելը։ Ցավոք,
չընդունելով Հիսուս Քրիստոսին որպես իրենց փրկիչ, շատ հրեաներ նույն կործանման ճանապարհին են կանգնում, այսինքն ամբոստանում են Աստծո դեմ, չեն ընդունում իր որդուն որպես փրկիչ եւ բոլոր չարերի հետ միասին կոչնչանան։ Այսինքն մեր կյանքում կա երկու հնարավորություն, կամ ընտրում ենք Աստծուն, խաղաղություն ենք անում Աստծո հետ, դադարում ենք մեղք գործել եւ որը նշանակում է թշնամություն անել Աստծո հետ, մեղք գործելով մենք թշնամություն ենք անում ոչ միայն Աստծո դեմ, այլ նաեւ մեր դեմ, մեզ ենք պատություն անում եւ դրա մեջ Աստված տխրում է եւ չի ուզում։ Բայց երբ որ մարդ ինչպես Սամոսների հիմարը շարունակում է ամբոստության մեջ ապրել Աստծո դեմ, վերջի վերջո ոչնչացվում է։ Կամ էլ պետք է մարդ հավատով հանձնվի Աստծուն։ Եվ Ռախաբը ընդունելով ճշմարիտ Աստծուն, օրինակ դարձավ այն ճակատագրի, թե ինչ կարող է լինել Երիքովի բոլոր բնակիչների հետ, եթե նրանք ողորմության խնդրանքով դիմեին Իսրայելի Աստծուն։ Շարունակենք կարդալ Հեսու 2-րդ գլուխը 12 համարից։ Եվ հիմա աղաչում եմ, երդվեք, Ռախաբն է ասում, երդվեք ինձ Տիրոջով, թե ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Եվ ինձ ճշմարիտ մի նշան տվեք, որ ողջ կթողնեք իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ու նրանց բոլոր հարազատներին եւ մեր անձերը մահից կազատեք։ Այսինքն տեսեք ինչպես է նա ապացուցում իր ճշմարիտ ապաշխարությունը, նա ուզում է ոչ միայն ինքը փրկվել, այլ նաեւ ուզում է, որ փրկվեն իր հարազատները։ Եվ սա շատ մեծ դաս է մեր համար, երբ որ մենք փրկվում ենք, մենք պետք է մտահոգված լինենք մեր հարազատների, մեր շրջապատի փրկությամբ։ Ուրեմն եւ մեր անձերը մահից կազատեք։ Այդ մարդիկ նրան ասացին. Եթե մեր այս բանը չհայտնեք, այն ժամանակ թող մեր անձերը մեռնեն ձեր փոխարեն, եւ երբ այս երկիրը Տերը մեզ տա, ողորմություն եւ հավատարմություն կցուցաբերենք քեզ։ Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը Բերթի պարսպի վրա էր եւ ինքն էլ բնակվում էր պարսպի վրա, եւ նրանց ասաց. գնացեք լեռը, միգուցե հալածողները հանդիպեն ձեզ այնտեղ 3 օր թաքնված մնացեք, մինչև որ ձեզ հալածողների ետ դառնա եւ հետո գնացեք ձեր ճանապարհով։ Այդ մարդիկ նրան ասացին. մենք անպարտ կլինենք քո այդ երթումից, որ անել տվեցիր մեզ։ Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ եւ քո հորը, մորը, եղբայրներին ու քո հորը ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ այս տանը։ Ով որ դուրս գա քո տան դռնից, նրա արյունն իր գլխին մենք անպարտ կլինենք, բայց քեզ հետ այս տանը գտնվող բոլորի արյունը մեր գլխին, եթե մեկի ձեռքը դիպչի նրանց, իսկ եթե մեր այս բանը հայտնես, այն ժամանակ մենք անպարտ կլինենք քո այն երթումից, որ անել տվեցիր մեզ։ Եվ կինն ասաց. ձեր ասածի պես թող լինի, ապա թույլ տվեց նրանց, որ նրանք գնացին, իսկ այդ կարմիր պարանը կապեց պատուհանին։ Այսինքն անմիջապես ինքը լսեց այս մարդկանց եւ այդ պարանը կապեց եւ Ռախաբի գործարքը շատ պարզ է. ես փրկեցի ձեր կյանքը, դուք էլ փրկեք իմ կյանքը եւ իմ ազգականների կյանքը։ Եվ ուրեմն առաջին պատկերը, որն անխուսափելիորեն գալիս է մտքում, կապված Ռախաբի եւ լրտեսների զրույցի հետ, Զատիկն է ելք գրքում։ Այնտեղ որպեսզի իսրայելացիները պաշտպանված լինեն, պետք է մնային իրենց տներում եւ զոհաբերության գարան արյունով
ներկեին իրենց տների դռների դրանդիներն ու վերևի սեմերը, որը նույնպես կարմիր է։ Այսինքն այդ կարմիր թելը խորհրդանշում էր Հիսուսի արյունը, որով մենք փրկվում ենք։ Եվ նաև ինչու՞ չէ, Նոյի ժամանակ, երբ որ Նոյին ասեց մտիր այդ տապանը եւ ինքը դուռը փակեց, այսինքն նույնը այստեղ է կրկնում, ասում է, եթե ձեր հարազատներ լինեն այստեղ, մենք բոլորին կփրկենք, եթե չէ, իսկն ինչպես իրենք կարող էին ճանաչել, եթե իրանք դուրս լինեն այդտեղից, ինչպես կարող են իմանալ, որ դա Ռախաբի ազգականներն են։ Այսինքն այդ մարդկանց փրկությունը կախված էր նրանից, որ իրենք լսեին Ռախաբին եւ գային իր տան մեջ մնային, մինչև որ այդ գործը լիներ։ Արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, եւ տեսնելով արյունը պիտի անցնեմ ձեր վրայով, եւ հարվածը չպիտի իջնի ձեզ վրա կորստյան մատնելու համար ձեզ, երբ հարված եմ Եգիպտոսի երկիր, այսքան թե հին կտակարանի ժամանակ, թե նոր կտակար ժամանակ, փրկությունը լինում է Հիսուսի արյան շնորհիվ։ Կարդանք Էլեն Ուայթի Նահապետների մարգարեներ գրքից էջ 279 ժողովուրդը հնազանդությամբ պիտի վկայեր իր հավատը, այսպես էլ բոլոր նրանք, ովքեր հույս ունեն փրկվել Քրիստոսի արյան արժանինքներով, պետք է գիտակցեն, որ իրենք էլ ինչ-որ բան ունեն անելու, իրենց փրկությունն ապահովելու համար, թեև միայն Քրիստոսը կարող է փրկել մեզ անօրինության պատժից, մենք պետք է մեղքից դառնանք դեպի հնազանդությունը։ Այսինքն Ռախաբը հնազանդվեց, այդ թելը կապեց այնտեղ, որտեղ դիտեր իրենց ճակատագիրը, իր եւ իր ընտանիքի ճակատագիրն է դրանից կախված։ Մարդը փրկվում է հավատով, ոչ թե գործերով, սակայն նրա հավատը պետք է դրսևորվի իր գործերում։ Այդ դեպքում արյունը նշան էր, որը նրանց փրկեց Աստծո գործանող հրեշտակից, ինչպես Աստված խնայեց իսրայելցիների կյանքը Եգիպտոսի վերջին պատուհասի ժամանակ, այնպես էլ իսրայելացիները պետք է փրկեին Ռախաբին եւ նրա ընտանիքը, երբ կործանումը հասներ Երիքո։ Ուրեմն Ռախաբը միակ դեպքը չի, որ այդ երկրից մարդիկ փրկվեցին, կա եւս մի այլ դեպք, այսինքն չնայած Աստված որոշել է, որ իրանք բոլորը պիտի կործանվեն, բայց Աստված հնարավորություն է տալիս, բոլոր մեղավոր մարդիկ դատապարտված են կործանման, բայց Աստված հնարավորություն է տալիս փրկության յուրաքանչյուր մարդու, նույնիսկ նրանք, ովքեր հասել են իրենց անօրինության գագաթնակետին։ Եվ կարդանք Հեսու 9 գլխի, Հեսու 9 գլխում նկարագրվում է մի պատմություն, որ այդ երկրում Քանանում ապրում էր մի ժողովուրդ, մի 3 հատ քաղաքային, որ կոչվում են Գաբավոն եւ այլ երկու քաղաքներ, սրանց ժողովուրդը որոշեցին խորամանկություն անել, գիտեին, որ իրանք կործանվելու են, բայց ի տարբերություն Ռախաբի իրենք ուղիղ չեկան եւ չհանձնվեցին, այլ որոշեցին խորամանկություն անել, այսինքն հին շորեր հագան, որտեղ Աստված ասել էր, որ բոլոր այդ մոտիկ ժողովուրդներին եթե չապաշխարեն, եթե չհանձնվեն, ոչնչացրեք, իրենք որոշեցին այնպես ձևանալ, որ իրանք այդ տեղից չեն, այլ շատ հեռու տեղից են, եւ հին շորեր հագան, չորացած հաց վերցրեցին եւ այլն, եւ եկան եւ ասեցին մենք քո ծառաներն ենք, մեր հետ, ասում են, մենք հեռու երկրից են գալիս, ուստի հիմա մեզ հետ դաշինք կնքեք։ Եվ հետաքրքիր, որ Հեսունավեն փոխանակ հարցներ Աստծուց, որտեղ երբ որ Հեսունավեն օծվեց որպես ղեկավար, Աստված ասեց, որ ինքը պիտի Աստծուն հարցնի Եղիազարի միջոցով, Եղիազարը ուներ այդ Ուրիմ ու Թումիմը, եւ այդ միջոցով պիտի հարցներ Աստծո կամքը, այսինքն ղեկավարի մանավանդ հոգևոր ղեկավարի պարտականությունը կայանում է նրանում, որ առաջին ինքը պարզ է արդյոք որն է Աստծո կամքը, բայց ցավոք Հեսունավեն որոշեց չհարցնել Աստծուն, ինքնավստահություն արեց եւ առանց Աստծուն հարցնելու հավատաց այս մարդկանց։ Եվ հարցրեց նրանց Հեսուն, դուք ով եք եւ որտեղից եք գալիս։ Նրանք պատասխանեցին նրան,
Քո ծառաները շատ հեռու երկրից են գալիս, քո Տեր Աստծո անվան համար, որտեղ մենք լսեցինք նրա համբավը եւ այն ամեն ինչ նա արել է Եգիպտոսում, նորից ոչ թե որ դուք ուժեղ, լավ ազգ եք կամ չէ, նո, այլ որտեղ ձեր Աստվածն է ուժեղ, ձեր Աստվածն է արդար, ձեր Աստվածն է լավը, դրա համար որոշեցինք դաշինք անել։ Եվ ասում եմ, որտեղ մենք լսեցինք նրա համբավը, այսինքն Աստծո համբավը, ոչ թե ձեր, այլ Աստծո համբավը, եւ այն ամեն ինչ նա արել է Եգիպտոսում։ Եվ նաեւ գետի այն կողմ, ինչ որ արել է Հորդանան գետի այն կողմ։ Մեր ծերերն ու մեր երկրի բոլոր բնակիչներից կը ծերերը նշանակում է ղեկավարներ։ Մեր ղեկավարները, մեր երկրի բոլոր բնակիչները մեզ ասացին, թե ձեզ հետ ճանապարհի համար պաշար առեք, գնացեք նրանց զիվարորը եւ ասացեք նրանց մենք ձեր ծառաներն ենք, հիմա մեզ հետ դաշինք կնքեք։ Այն օրը, երբ մենք պաշար վերցրինք մեր տներից եւ դուրս եկանք ձեզ մոտ գալու համար, մեր այս հացերը տաք էին, այսինքն թարմ էին, նոր թխած։ Սուտ են խոսում։ Իսկ հիմա ահա չորացած եւ բորբոսնած են։ Այս գինոտիկերը նոր էին, երբ լցրինք, բայց ահա դրանք պատառոտած են եւ մեր այս հագուստներն ու տրեխները հնացան ճանապարհի անչափ երկարությունից։ Իսրայելի մարդիկ վերցրին նրանց պաշարից, բայց այսինքն ստուգեցին, բայց Տիրոջը չհարցրին։ Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց եւ ուխտ արեց իր, որ ողջ կպահի նրանց, ժողովրդի իշխաններն էլ այդ մասին երդվեցին նրանց։ Ուրեմն հետաքրքիր է, եթե ասենք, թե Հեսուն հարցներ, ինչ անի։ Համոզված եմ, որ Աստված կասեր ողորմացեք իրենց, որտեղ Աստված ասում է, եթե մարդը ինքը իր ոտով ուզում է խաղաղություն անի, դարձի է գալիս, ապաշխարում է, Աստված անպայման ողորմում է։ Աստված անաչառ է եւ ողորմում է յուրաքանչյուրին, որ դարձի է գալի։ Եվ բայց իրենք փոխարեն ազնիվ լինելու եւ ասելու եւ մենք հանձնում ենք, մենք ընդունում ենք, որ ձեր Աստվածը ճիշտ է, նրանք այս խորամանկություն արեցին եւ դրանով իսկ իրենց ճակատագիրը փոխեցին։ Այսինքն Ռախաբը բաց ձևով խոստովանեց, խորամանկություն չարեց։ Եվ Ռախաբը հետո դարձավ Հիսուսի նախամայրը, Ռութի նախամայրը, Հիսուսի նախամայրը եւ այսինքն շատ մեծ պատվի արժանացավ։ Եվ ինչու է Մատթեոսը նշում այդ բոլոր Հիսուսի սերունդները, որպեսզի նախահայրերին եւ նախամայրերին, որպեսզի ցույց տա, որ Հիսուսի սերունդում ոչ միայն հրեաներ էին, այլ նաեւ ուրիշ ազգեր էին, եւ որ Հիսուսը եկել է փրկելու ոչ միայն հրեաներին, այլ նաեւ բոլոր ազգերին, եւ որ ինքը եկել է բոլոր մարդկանց համար, բոլոր մարդիկ մեղավոր են եւ կապ չունի այդ մարդու անցյալը, այլ կապ ունի թե ինքը ինչ ընտրություն է անում եւ ինչ ճակատագրի է հասնում։ Ուրեմն ասում նրանց հետ դաշին կնքելուց 3 օր հետո լսեցին, որ նրանք իրենց հարևաններն են եւ իրենց մոտ են բնակվում։ Իսրայելի որդիները մեկնեցին եւ երրորդ օրը հասան նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Փիրան, Բերոթը եւ Կարիաթարիմը։ Իսրայելի որդիները չհարվածեցին նրանց, որտեղ ժողովրդի իշխանները Իսրայելի Տեր Աստծով երդվել էին նրանց, սակայն ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։ Այսինքն Աստված ասել էր, եթե երդում եք անում, պետք է ձեր երդումը պահեք, նույնիսկ եթե ձեզ վնաս լինի։ Բոլոր իշխաններն ասացին ամբողջ ժողովրդին, մենք Իսրայելի Տեր Աստծով երդվեցինք եւ հիմա չենք կարող դիպչել նրանց, ահա թե ինչ կանենք, նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեծ վրա բարկություն չգա այն երդման համար, որ արեցինք նրանց։ Իշխանները նրանց ասացին, թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ եւ ջրկիրներ լինեն, եւ նրանք եղան, ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։ Այսինքն, քանի որ նրանք խորամանկել էին, սուտ էին խոսացել, իրանք համենայն դեպս պատվարող գործեր Աստծո տաճարի համար փայտ էին կրում եւ ջուր։ Այսինքն
Գիտեք, կան մարդիկ, ովքեր միայն վախից գալիս են եւ ուխտ են կապում Աստծո հետ, խաղաղություն են անում Աստծո հետ, բայց հետո ճանաչելով Աստծո սերը, դարձի են գալի եւ ապաշխարում են եւ կապ չունի թե Աստծո համար ինչ գործ ես անում։ Աստծո համար գործը ոչ մի գործ ցածր չի, եթե այն դեպի բարի համար է։ Եվ այս մարդկանց համար իրականում պատիվ էր այդ գործը, որ Աստծո տան համար, Աստծո տաճարի համար իրանք պետք է ջուր կրեին եւ փայտահատ լինեին։ Ամեն գործ, որ մենք անում ենք, Աստծո համար պատվավոր է։ Եվ Առակներ գրքում այս բառը, խորավոր խորամանկություն բառը, այնտեղ այս իմաստ ունի, օրիգինալ բառը, որ իմաստուն, խորագետ, այս իմաստ ունի, այսինքն նաև կարելի է համարել, եթե դրական կողմով նայել, որ իրենք հնարամտություն արեցին եւ խորագետ եղան։ Եվ հետաքրքիր է, որ նրանք նույն ձևով խոստովանում են իրենց հավատը առ ճշմարիտ Աստված եւ ընդունում են, որ Տերն ինքն է այդ ազգերին դուրս քշում այդտեղից եւ չեն ուզում ճշմարիտ Աստծո ծրագրին դեմ կենալ։ Եվ նորից նույնն են ասում, որ մենք լսեցինք, որ Եգիպտոսից, մենք կարդացինք ինչ ասում, որ Եգիպտոսից ինչպես Աստված ձեզ ազատեց, ուրեմն եւս մի անգամ նշենք, որ աստվածապետական եւ ցանկացած քրիստոնյա առաջնորդի հիմնական պարտականություն Աստծո կամքը փնտրելն է։ Անտեսելով այն, իսրայելացիները ստիպված էին կամ խախտել երկիրը նվաճելու հիմնարար պայմանները կամ Տիրոջ անունով տրված երդումը, որը հավասարապես պարտավորեցնող էր։ Եվ իրենք որոշեցին, որ մի սխալ արել են, երկրորդ սխալը չանեն, իրենց երդումը չկոտրեն եւ կենթանի թողնեն այս մարդկանց, որտեղ լուծում գտնվեց այդ հարցին։ Դրա համար, երբ որ մարդ սխալ է անում, չպիտի երկրորդ սխալը հետևից առաջին սխալից երկրորդը անի, այլ պետք է Աստծո ողորմությամբ լուծում գտնի, որ չշարունակի սխալներ անելը։ Շարունակենք կարդալ երկրորդ գլուխը 21 համարից։ Ուրեմն 22 համարից Հեսուն նրանց կանչեց եւ նրանց հետ խոսեց ասելով. Ինչու խաբեցիք մեզ եւ ասացիք, թե ձեզնից շատ հեռու ենք, քանի որ դուք մեզ մոտ եք բնակում։ Հիմա դուք անիծված եք եւ ձեզ այնց փայտահատ ու ջրկիր ծառաթող չպակասի իմ Աստծո տան համար։ Այսինքն, եթե դուք ճիշտ ձևով գայք առանց սուտ խոսալու, դուք էլ Ռախաբի նման մեծ պատվի կարժանանաք, իսկ հավասար ձևով կլինեք, բայց հիմա քանի որ խաբել եք ձեր խաբեության համար, ինչպես Հակոբը իր խաբեության համար զրկվեց այսինքն զրկվեց հանգիստ կյանքից, նույնը հիմա իրենք, որ կարող են շատ ավելի լավ ճակատագիր ունենալ, բայց այնուամենայնիվ իրենք այնքան խոնարհություն ունեն, որ նույնիսկ դա էլ իրանց համար, տեսեք ինչ է պատասխանում։ Ուրեմն եւ նրանք Հեսուին պատասխանեցին ասելով, որտեվ քո ծառաներն ստույգ իմացան, որ քո Տեր Աստվածն իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա, եւ այս երկրի բոլոր բնակիչներին բնաջին ջանի ձեր առաջ, ուստի ձեր պատճառով մենք շատ վախեցանք մեր կյանքի համար եւ այդ բան արեցինք։ Եվ ահա հիմա քո ձեռքում ենք, վարվիր մեզ հետ այնպես, ինչպես հաճելի ու արդար է թվում քեզ, եւ Հեսուն նրանց հետ վարվեց այսպես։ Նրանց ազատեց Իսրայելի որդիների ձեռքից եւ նրանք չսպանեցին նրանց, նույն օրը Հեսուն նրանց փայտահատ, այսքան մի սխալի հետևից մյուս սխալը չարեց Հեսուն։ Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի եւ Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը, եւ նրանք այդպես ծառայում են մինչեւ այսօր։ Եվ
Իսրայելի կառավարիչների տված հանդիսավոր երդմամբ Իսրայելի ճակատագիրը անխզելիորեն կապվեց գաբավոնացիների ճակատագրի հետ։ Իրականում Աստծո տան համար որպես փայտահատ եւ ջրգիր ծառաներ նշանակվելու շնորհիվ գաբավոնացիները դարձան Իսրայելի կրոնական համայնքի անբաժանելի մաս։ Ի հակադրություն Իսրայելի կառավարիչների վճռի, որը սահմանում էր ստրկություն ամբողջ ժողովրդի առաջ, Հեսուի պատասխան անեծքն իրական օշնություն վերածեց գաբավոնացիների համար, այսինքն անեծքը դառավ օրհնություն։ Մենք էլ ծնված ենք անեծքի տակ, բայց երբ որ ընտրում ենք խոնարհվել եւ հնազանդվել Աստծո ձեռքի տակ եւ հիմարաբար դեմ չգնալ Աստծուն, ճշմարիտ Աստծուն, այդ անեծքը վերածվում է օրհնության։ Ինչ էլ որ անենք Աստծո համար, Աստծո տան համար, դա օրհնություն է։ Ոչ մի ցածր գործ չկա եկեղեցում։ Եվ նույնիսկ աշխարհում ցածր գործը այն է, որ չարիք ես բերում մարդկանց քո գործով, այլ ոչ թե բարիք։ Իսկ եթե բարիք ես բերում, ոչ մի ցածր գործ չի կարող լինել բարիք։ Դա շատ անգամ ենք ասել։ Գաբավոնի հետագա պատմությունը վկայում է քաղաքին շնորհված կրոնական բարձր արտոնությունների, ինչպես նաև Աստծո ժողովրդի հանդեպ նրանց հավատարմության մասին։ Իսրայելի տված երդումը պահպանվեց սերունդների ընթացքում, այնպես որ երբ իսրայելացիները վերադարձան Բաբելոնյան գերությունից, գաբավոնացիները նրանց թվում էին, ովքեր օգնեցին վերականգնել Երուսաղեմը։ Նրանց գործողությունները հավետ դրական հետևանքներ էին ունենալու, սակայն միայն Աստծո շնորհիվ, ոչ թե իրանց սուտի շնորհիվ։ Հակոբի կյանքն էլ վերածվեց օրհնության, ոչ թե իր ստի շնորհիվ, այլ Աստծո ներողամտության եւ շնորհի շնորհիվ։ Նորից ասենք, որ եթե իրենք հարցնեին Աստծուց, անպայման Աստված կասեր, որ եթե այդ մարդիկ ուզում են հանձնվել, ուրեմն մի սպանեք նրանց, ինչպես Եզեկիելում Աստված ասում է, որ ես ապաշխարողի փրկություն եմ ուզում, այլ ոչ թե մահը։ Ուզում եմ, որ դարձի գաք եւ ապաշխարեք եւ փրկվեք, որտեղ բոլորն էլ Աստծո զավակ են, անկախ իրենց ազգությունից եւ այլնից։ Գաբավոնացիների խաբեությունը պետք է դիտվի որպես Աստծո ողորմությունը փնտրելու փորձ, դիմելով նրա բարի եւ արդար բնությանը։ Քանանացիների ապաշխարելուց հրաժարվելն ու Աստծո նպատակներին աննազանդ լինելն էր, որ հանգեցրեց նրանց ոչնչացնելու որոշմանը։ Աստված, եթե բոլոր քանանացիներն այս նույն որոշումը անեին եւ Աստծո ողորմությանը դիմեին եւ որոշեին իրենց սուտ հեթանոս աստվածներից դարձի գալ եւ պաշտել Աստծուն, նրանք բոլորը կխնայվեին եւ չէին սպանվի։ Աստված հարգեց գաբավոնացիների կողմից իր գերակայության ճանաչումը, նրանց խաղաղության, այլ ոչ թե ապստամբելու ցանկությունը, ինչպես նաև նրանց պատրաստակամությունը հրաժարվելու կռապաշտությունից եւ երկրպագելու միակ ճշմարիտ Աստծուն։ Եվ այսօր մարդկությունը կարելի է համեմատել գաբավոնացիները եւ Ռախաբը այսօրվա մարդկության խորհրդանիշն է։ Այսինքն կան մարդիկ, ովքեր ընդունում են, որ փրկչի կարիք ունեն եւ որոշում են խաղաղություն անել Աստծո հետ Հիսուսի արյան շնորհիվ եւ իրենց անմտությունը պայքարելու Աստծո դեմ դադարեցնել եւ փրկվողների շարքին անցնել, եւ կան մարդիկ, որ ասում են, չէ, հերոսություն են համարում Աստծո դեմ ամբոստանալը եւ պայքարելը, մինչդեռ իրականում դա հիմարություն է, այլ ոչ թե հերոսություն։ Էլի հտարով, բայց հիմարություն։ Ռախաբի եւ լրտեսների այս պատմությունից հետո 5 տակարանի մնացած մասը լռում է նրա մասին, մինչև որ նա կրկին հայտնվում է Հիսուսի ծագումնաբանության մեջ, ասում է, որ նա դարձել է Սաղմոնիկի Նհուդայի ցեղից, որ Բոոսի նախածնողը նույն ծագումնաբանության մեջ հիշատակված մեկ այլ նշանավոր կնոջ Ռութից կեսուրն է։
Աստծո հանդեպ իր հավատի շնորհիվ իրիքովի պորնիկը, որ դատապարտված է լիակատար ոչնչացման, դառնում է Դավթի թագավորական տոհմի կարևոր օղակ եւ Մեսիայի նախածնող։ Սա այն է, ինչ Աստված կարող է իրականացնել հավատի միջոցով, նույնիսկ եթե այն լինի միայն մաննա նեխի հատիկի չափ։ Կարդանք Էլեն Ուայթի Մարգարեներ եւ թագավորներ գրքից, Էջ 363-370 եւ վերջացնենք։ Նրա Ռախաբի դարձիկալը Աստծո շնորհի դրսևորման բացառիկ դեպք չէր կռապաշտների նկատմամբ, ովքեր ընդունում էին նրա աստվածային հեղինակությունը։ Երկրի կենտրոնական մասում բնակվող միստվա ժողովուրդ գաբավոնացիները հրաժարվեցին հեթանոսությունից եւ միացան Իսրայելին նրա հետ կիսելով ուխտի օրհնությունները։ Այսինքն Աստված օրհնությունները պատրաստել է ոչ միայն մի ազգի համար, մի մարդու համար եւ այլն, այլ բոլորի համար։ Եվ մարդու ընտրությունից է կախված ինքը կմիանա կօգտվի այդ օրհնություններից թե ոչ։ Աստված ազգային, ռասայական կամ դասակարգային տարբերություն չի ընդունում։ Նա համայն մարդկության ստեղծողն է։ Արարչագործության բոլոր մարդիկ մեկ ընտանիք են կազմում, բոլորը մի են նաև փրկագնման միջոցով։ Քրիստոսը եկավ, որպեսզի քանդի բոլոր բաժանող պատերը, լայն բացի տաճարի սրահները, ապահովելով բոլորի ազատ մուտքն Աստծո մոտ։ Նրա սերն այնքան լայն է, այնքան խորն ու լիարատ, որ թափանցում է ամենուր։ Այն ազատագրում է սատանայի ազդեցությունից նրանց, ովքեր մոլորված են եղել նրա խաբեությամբ, եւ հասցնում է նրանց խոստումից էածանով պարուրված Աստծո գահի առաջ Քրիստոսում ոչ հրեա կա, ոչ հույն, ոչ ստրուկ եւ ոչ ազատ։ Շնորհակալություն Աստծուն իր դասի համար։ Թող Աստված օրհնի մեզ, որպեսզի մենք էլ ցուցաբերենք խոնարհություն մեր կյանքում։ Դադարեցնենք մեր հիմարությունը կռվելու, պայքարելու Աստծո դեմ մեր մեղքերով։ Աստված չի ուզում, որ մենք մեղքեր գործենք, որպեսզի չտարապենք, որտեղ նա մեր սիրող հայրն է։ Եվ Աստված մեզ համար պատրաստել է չքնաղ մի երկիր, որ պատրաստել է հավիտենական կյանք այդ չքնաղ երկրում եւ առաջարկում է բոլորին անխտիր այդ հնարավորությունը, այդ երկրորդ հնարավորությունը տրված է բոլորին, բայց նորից մեր ընտրությունից է կախված, ինչ ենք մենք ընտրում, շարունակել երկրպագել մեր եսը եւ նյութապաշտ լինել, թե թողնել այդ ամեն ինչը եւ ընդունել Աստծո ողորմությունը եւ խաղաղություն անել Աստծո հետ եւ Հիսուսի արյան շնորհի դառնալ Աստծո զավակ եւ ժառանգը հավիտենական կյանքի եւ նոր երկրի։ Թող Աստված մեզ օրհնի, որ ով որ այդ որոշումը դեռ չի կայացրել, լավ մտածի եւ մտածի, թե ինչ է կորցնում, շարունակելով պայքարել Աստծո դեմ, որ միայն կործանում կլինի իր համար։ Թող Աստված օրհնի յուրաքանչյուրին, որ ճիշտ ընտրություն անի։ Եվ ով որ էլ արել է, օրհնի, որպեսզի մենք մնանք այդ ճշմարիտ ընտրության մեջ եւ չշեղվենք ոչ աջ, ոչ ձախ։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։